որոշումը կայացվեց եւ մեր որոշումն է հիմնված մեր արդեն նշեցիք համախոհների մեր զինակից գործընկերների հետ քննարկումից հետո մասնակցել առաջկա խորհրդարանական ընտրությունը։ Այդ առիթով ես կկարդամ մեր հայտարարության տեքստը, որի մեջ հիմնավորումներ կա ներկա իրավիճակի, մասնակցության, պատճառաբանության եւ այլն, իսկ հետո արդեն կքննարկենք ելնելով այս հայտարարությունից եւ հարցերից։ Ազգային ժողովրդական բևեռի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև։ Այսօր խաթարված է պետության ինքնիշխանությունը, վտանգված է պետականության ապագան, սասանված է ազգային անվտանգությունը, խախտված է տարածքային ամբողջականությունը եւ ոտնձգությունների է ենթարկում հայոց ինքնությունը։ Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների առանձին սխալներով, այլ առաջին հերթին ներկա եւ նախորդ իշխանությունների վարած եւ վարվող քաղաքական ուղու սխալ ընտրությամբ։ Ազգային ժողովրդական բևեռը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության առջև կանգնած խնդիրները չեն կարող լուծվել նույն քաղաքական համակարգի եւ նույն քաղաքական մտածողության շրջանակներում։ Անհրաժեշտ է պետական քաղաքականության արմատական փոփոխություն եւ նոր ազգային պետական ռազմավարություն։ Այս նպատակով ազգային ժողովրդավարական բևեռը շարունակելով իր հետևողական, չընդմիջող եւ գործուն պայքարը որոշել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի Հանրապետության զարգացման նոր քաղաքական ուղի կերտելու եւ պետական հավաքակարգի ձևավորման վրա ներազդելու համար։ Մեր հիմնական նպատակներն են պետական ինքնիշխանության վերականգնումը ազգային ժողովրդավարական բևեռի համար հանդիսանում է գերակա եւ առաջնահերթ նպատակ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի լիարժեք ինքնիշխան պետություն, ոչ թե արտաքին թշնամական ուժերի ազդեցության գոտի։ Պետությունը պետք է ծառայի ազգային շահին, համախմբի աշխարհասփյուր հայության հավաքական ներուժը, հանուն հայոց պետականության հզորացման եւ հարատեվության, հանուն հայ ժողովրդի անիրավված իրավունքներին տեր կանգնելու։ Ըստ այդմ պետք է իրականացվեն հետևյալ քայլերը։ Առաջին, անվտանգության նոր համակարգի ձևավորում։ Հայաստանի անվտանգությունը պետք է հիմնվի սեփական ժամանակակից պաշտպանական համակարգի, ինքնաբավ արտի տնտեսության, ազգային հոգևոր դիմադրության եւ նոր միջազգային ռազմաքաղաքական դաշնակիցների վրա։ Երկուս, արտաքին քաղաքականության վերակողմնորոշում։ Հայաստանը պետք է դառնա ձևավորվող անվտանգության համակարգերի մաս, զարգացնելով ռազմավարական հարաբերություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի եւ այլ գործընկերների հետ։ Երրորդ, տնտեսության խելացի վերածնունդ։ Պետությունը ոչ թե պարզապես պետք է անարդար բաշխի բյուջեն, այլ դառնա յուրաքանչյուր քաղաքացու գործընկերը արհեստական բանականության եւ բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ արմատախիլ անելով կոռուպցիան ու բյուրոկրատիան, բազմապատկելով հավելյալ արժեքը եւ այն վերածելով բարձր աշխատավարձերի, արժանապատիվ թոշակների, առաջադեմ կրթության եւ որակյալ առողջապահության։ Արցախի հարցի վերադարձ միջազգային քաղաքական օրակարգ։ Արցախի հարցը պետք է վերադարձվի միջազգային քաղաքական օրակարգ, իր արդար լուծումը ստանա իրավական հենքի վրա, հայկական հարցի լուծման ընդհանուր ծիրի մեջ։ Հինգերորդ, արդար եւ արդյունավետ պետական համակարգ։ Օրենքի գերակայություն, անկախ դատարաններ, ընդգրկուն լյուստրացիա, իրական եւ արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ եւ սոցիալական արդարություն։ Ինչու ենք մասնակցում ընտրություններին։ Մենք մասնակցում ենք ընտրություններին, որովհետև թշնամու հետ համագործակցող իշխանությունների հեռացումը պատմական հրամայական է, որպիսի հայոց պետականության եւ հայոց ազգային ինքնության պահպանման առաջին նախապայման։
Մենք մասնակցում ենք ընտրություններին, որովհետև իշխանության հարցը լուծվում է իշխանության ձևավորման պայքարին մաս կազմելով։ Մենք գնում ենք ընտրությունների ոչ թե տեղեր զբաղեցնելու, այլ պետության քաղաքական ուղու փոփոխությանը մեր վճռորոշ նպաստը բերելու համար։ Մենք ընտրություններին մասնակցում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունենա իրական քաղաքական ընտրություն, ներկա կործանարար կածանի եւ նոր ազգային պետական ուղու միջև։ Վարչապետի մեր թեկնածուն եւ պայքարի առաջամարտիկները։ Ազգային ժողովրդավարական բևեռը ժամանակին վարչապետի թեկնածու է առաջադրել Վարուժան Ավետիսյանին։ Մենք վերահաստատում ենք մեր ընտրությունը, որովհետև գնդապետ Ավետիսյանը երկար տարիներ եղել է ազգային ազատագրական պայքարի առաջնագծում, ենթարկվել է քաղաքական հետապնդումների եւ իր գործունեությամբ ապացուցել է, որ առաջնորդվում է բացառապես պետական եւ ազգային շահերով։ Նա համակարգից դուրս զինվորական եւ քաղաքական բազմափորձ խորագետ առաջնորդ է, ունի գաղափարական հստակ դիրքորոշում եւ անսասան կամք իրականացնելու անհրաժեշտ պետական փոփոխությունները։ Այսուհանդերձ, նկատի ունենալով ընտրապայքարին Վարուժան Ավետիսյանի անմիջական մասնակցության իրավական խոչընդոտները, նա հնարավորինս քարոզարշավին կմասնակցի հերրակա ընտրապայքարի վերջին օրերին կամ օրերս առաջացած առողջական խնդիրները հաղթահարելուց հետո։ Մինչ այդ ընտրապայքարի ողջ ծանրությունն իրենց ուսերին կգրեն ազգային ժողովրդական բևեռի նոր սերնդի երիտասարդ ներկայացուցիչները, որոնք էլ կլինեն ընտրացուցակի առաջին համարներում։ Մենք գնում ենք ընտրությունների ոչ թե հարմարվելու, այլ փոխելու, ոչ թե մասնակցելու, այլ ժողովրդի հաղթանակի մեջ մեր մասնաբաժինն ունենալու, ոչ թե կառավարելու, այլ պետություն կառուցելու։ Ազգային ժողովրդավարական բևեռ, Երևան, 3 ապրիլի 2026 թվական։ Սա մեր պաշտոնական հայտարարությունն է։